Չէի հավատում, չէ՞ որ։ Ինչ արոտել էիք։ Դուք ինչ վաճառել եք, մենք ձեզ չենք տեսել։ Պարոն Աբրամյան, մենք ազգային ժողովում պաշտպանության հարցերով մենք հանդիպությունները բարձրացրեցինք մեկ խնդիր 2011 թվականի այն կետի 668 տրամադրություն եթե էլեկտրոէներգիան, ջուրը բոլորը թանկացում անում, ապա զովացների, ազատամարտիկների եւ անայդ կորածների ընտանիքների քաթեթը 5000 դրամով մեր տոշակները ավելացնում։ Կառավարության չեք ստորագրել։ Չի, բերեք ելնեց անենք ես ինչ շապ ստորագրել, մենք ես շապ Արդեն պատրաստվում 3 կատեգորիա կա, ոչ թե 3 կատեգորիա տեղյակ եմ։ Բոլորն են մեր մենք չեք Չի, հանդիպում Հույս ունենանք, եթե մենք առաջարկում ենք, որ պլանապահով խավին և սոցիալական հատեցից օգտվում են 1000 դրամ փարոսի անդամներով, արդյոք զոհվածի ընտանիքները ձեր ուշադրության կենտրոնից պիտի բացակայեն և մեր ստատուսի խնդիրը։ Իսկ առողջական հարցերը զոհվածների ընտանիքները։ Եվ ակնկալում ենք ձեզանից, որ նոր աննշանակ առողջապահության նախարարը, քանզի տված է զոհվածի ընտանիքների զոհվածի կարգավիճակ, մենք սոցիալական վարչություն ստացել ենք տեղեկանքներ, որ զոհվածի ընտանիքները իրենց արտոնությունից պիտի օգտվեն։ Մեր տեղեկանքները զոհվածի ծառայողական պարտականություններ կատարել զոհվածներին են, շպրտում են հետ առաջարկելով, որ թող չգնային չզոհվեին։ Խնդրում ենք ձեր առաջարկում բոլորը նկարներով կանգնեցեք, որ ուշադրության կենտրոնում լինեն։ Չէ, ակնկալում եմ, որ զոհվածների ընտանիքները մի հարց կարող եմ։ Այո, Պարոն Աբրամյան, ասենք եթե իմ ամուսինը 5 տարի զենքը ձեռքին մարտել չեն ու ես ունեմ 3 հատ երեխա, ասում փառք ես իմ երեխաներին մեծացրել եմ։ Այսինքն որ իմ ամուսինը չի գնացել զորամասերում գումար խաղացել, մարդասպանություն գործել, չգիտեմ ինչեր արել, ես պիտի մնամ միշտ հետևում, քանի որ ես համեստ իմ դերում կանգնած եմ, ես իմ ամուսնու շիրիմը շատ եմ հարգում ու բոլորին եմ հարգում։ Այսինքն ես միշտ մնում եմ հետևում, իսկ ասենք մարդիկ, որ իրանց երեխեքը գնացել են գումար են խաղացել, մաման չի կարողացել գումարը հասցնի, կառավարությունը, ես կառավարություն ասել եմ, գիտեք, ընդհանուրի նկատի ունեմ, մարդկանց կանչում են գումարներ են տալիս, ասում են դե գնացեք ձեր կոնկրետ ես ուզում եմ արժանապատիվ ապրեմ, ես երիտասարդին եմ, ու ես չեմ ուզում գամ կանգնեմ ստեղ, հավասարվեմ բոլորին, ոնց որ մյուսը կգա կկանգնի, ես արժանապատիվ եմ, ես ամուսին եմ կորցրել, որոշումը, նույն որոշումը, Ոչ թե 1000 դրամ տանինք է, ասեն գնա, չնայած այդ 1000-ն էլ չի ավելացել իմ թոշակի վրա, ես երեք ճշտել եմ, ես ոնց ստացել եմ իմ գումարը։ Պարոն վարչապետ, հաշվանդամոթացիներից 95-ից մենք գրել ենք անգամ տեղյակ ենք, խնդրել էինք, եկող շաբաթ Պարոն վարչապետ, իրավունքը թարված ինքնաթիռի հարաճարել քանի տարի արդեն, 6 տարի է, մեզ ոչ մի ուղղված ինչ կարող եմ անել, իրավունքը թարված ինքնաթիռի Ինչի բանավիապիների Իրանում, որ 2001 թվին վթարվեց ինքնաթիռ, ազնագազմի անդամների, արդեն քանի տարի է Ընդունեք մեզ Ասեցի անոն Բայց երկու ասեք Նախարարը որպես զբաղվի հետո ես տեղյակ եմ եղավ
2014 թվականի ապրիլին մենք հանդիպել ենք ազգային ժողովի պաշտպանության հարցերով հանձնախմբի նախագահ Կոյրուն Նահապետյանի եւ սոցիալական հարցերով հանձնախմբի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ որոշում էր կայացվել, որ 2011 թվականի 668 հրամանի այն կետով ճանաչել, որ զոհվածների ընտանիքների, անհայտ կորածների, ազատամարտիկների եւ զինծառայող հաշվանդամների թոշակները վերանայեն եւ բարձրացնեն 5000 դրամով։ Սակայն քննարկման փուլով սոցնախարարությունով, սոցվարչությունով, պաշտպանության նախարարությունով քննարկում անցել է, տվել են հավանություն, եկել է կառավարություն, 3 ամիս է կառավարության որոշումը չկա։ Վարչապետը խոստացավ, որ այսօր կանցնի կառավարության նիստով եկող 5 շաբթի ինքը կստորագրի այդ որոշումը։ Եթե ինքը չստորագրի, մենք նորից եւ առաջարկեց, որ հաճախակի 20 հոգով թե զոհվածի ընտանիքներից, թե անհայտ կորածների, թե ազատամարտիկներից 20 հոգով կատարի ընդունելությունը։ Պատճառը նախկին վարչապետի հրաժարական տալն էր, պատճառը իր նոր ընդունելությունը, որ փաթեթներին լիարժեք չի ծանոթացել։ Դե հուսով եմ, որ լավ կլինի։